Բարև ձեզ, հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ ռազմական փորձագետ Պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի հետ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պարոն Նահապետյան, եւ զրույցը սկսենք Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ չդադարող կրակոցներից եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկատվությանը, իբրև թե հայկական կողմն է կրակում, ինչը մեր ՊՆ-ն շարունակում է հերքել։ Ես նշեմ, որ արդեն վերջին օրերին Տավուշի ուղղությամբ է ինտենսիվ կրակոցներ լսվում, մասնավորապես Մովսես, Ներքին Կարմրախփյուր գյուղերի բնակիչներն են այդ մասին ահազանգել, իսկ քաղաքական իշխանությունը, պատգամավորները արդեն հայտարարում են, որ ապավինում են մեր հասարակության ամուր նյարդերին։ Ինչ է կատարվում, Ադրբեջանը ինչ խնդիր է լուծում եւ այս մեկնաբանությունները ինչի վկայություն են։ Ադրբեջանը մի քանի խնդիր է լուծում։ Առաջին այդ կրակոցները ռազմական նշանակություն չունեն, դա առաջին հերթին մեր սահմանամերձ բնակավայրի կամ շփման գծի մոտ գտնող բնակավայրի բնակիչների վրա հոգեբանական ազդեցություն է գործում, վստահաբար այդպես է։ Արարս որ հայկական կողմից չի պատասխանվում։ Այսինքն անպաշտպանության, անպաշտպանվածության զգացողություն է մարդկանց մոտ առաջանում։ Սա իրոք այդպես է, ով այդ սահմանամերձ բնակարանում բնակվել է որոշակի կարճ ժամանակ նույնիսկ եւ այդ կրակոցների ներքո աշխատանք գյուղի տարածքում մի վայրից մյուս վայր գնալ, այդ բոլորը հակառակորդի ուղիղ նշանառության ներքո է։ Եթե մինչ այդ Սյունիքի մարզում էր, հիմա ավելի ինտենսիվ Տավուշի մարզում է։ Երկրորդ խնդիրը, որ Ադրբեջանը դնում է, այդ կրակոցները սկզբունքորեն արգելում են մեր գյուղացիներին իրականացնել այն աշխատանքները, որով իրենք կերակրում են իրենց ընտանիքը կամ որից եւ շահույթ ունեն։ Ասենք անասնապահություն գյուղ նշանակության հողատարածքների մշակում։ Հիմա պատկերացրեք, այսինքն տնտեսական խնդիրներ են ստեղծում։ Բայց այդ տնտեսական խնդիրը նպատակ չի, միջոց է, նպատակը, եթե գյուղացին 1-2 տարի այդպես ապրի, վաղ-թե շուտ տարածքները լքելու։ Եթե մարդ չի կարողանալու կերակրել ընտանիքը, շահույթ չունենա, իր սոցիալական խնդիրները չլուծի, մնալու իմաստը որն է։ Եվ երրորդ, արդեն երկրորդ ամիսն է, ինչ կրակոցները տեղի ունենում, եւ Ադրբեջանը ինչ-որ մի պահ, եթե ռազմական գործողություն լինի, դա տեղային նշանակության կամ լայնածավալ ռազմական գործողություն կամ անգամ պատերազմ իրականացնել, վաղրոք ինքը քարոզչական հողի նախապատրաստել, որ դա ինքը անում է կանխարգելիչ քայլեր անելու համար, որտեղ շուրջ 2 ամիս հայկական կողմը իբրև թե կրակում էր, այո։ Այնպես որ այստեղ 3 հստակ խնդիր է Ադրբեջանը լուծում, իսկ այն ինչ վերաբերում է այստեղ ապավինենք ամուր նյարդերին, ես համակարծիք եմ իրենց եւ թող կառավարության անդամները, նախարարների տեղակալներ, ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության առընթեր մարմինների ղեկավարներ իրենց ընտանիքներով հիմա բավականին լավ եղանակներ է, թող այցելեն սահմանամերձ բնակավայր 1-2 շաբաթ մնան կամ այնտեղ նիստեր անցկացնեն օրը 24 ժամվա ռեժիմով եւ տեսնենք իրենց կանայք, քանի որ ամուսինները երեխաների հետ եւ ծնողների հետ տարեց ասեն կարող են այդ բնակարանում մնալ։ Ես իդեպ սա մասին ամիս առաջ եմ բարձրաձայնել, հորդորել եմ, որպեսզի մեր երկրի քաղաքացիները ապահով զգան իրենց, որ իշխանությունները, կառավարությունը, օրենսդիր մարմնի ներկայացուցիչները իրենց կողքն են եւ որովհետեւ վտանգ չկա, վախենալու խնդիր չկա, առավելս որ պատգամավորների մի մասը նաեւ ծնունդով արմատներով նաեւ գյուղական բնակավայրից են, թող գնան նաեւ մասնակցեն այդպես մեր գյուղացիների գյուղատնտեսական աշխատանքներին։ ԿՊԱ-ականների մի խումբ օրինակ վերջերս Սյունիք էր գնացել, գառ էին մորթել, խնջույք էին արել, հետ էին եկել։ Դա նման էր նրան, որ դե հարցը որտեղ են մնացել, նման է նրան, երբ 44 օրայի ժամանակ գնում էին Գորիս, սելֆիներ էին անում, զինվորական համազգեստով հետ են գալիս, հետո ներկայացնում են, որ մասնակցել են 44 օրային։ Ես հորդորում եմ, եթե իրենք այնուամենայնիվ ասում են, որովհետեւ վտանգ չկա, բայց շենքերի բնականների վրա թիրախային կրակոցներ կան եւ շենքերը տուժել են։ Այդ թվում ոչ միայն Մովսեսի, այլև Սյունիքի մարզի հայտնի 2 գյուղերի վրա, թե թող գնան ապրեն այդ մարդկանց հետ 1-2 շաբաթ, զգան այն ամենը, ինչ զգում է այդտեղ ապրողը։ Ստուգեն իրենց նյարդերի ամրությունը։ Այո, հետո ի ցույց իրենց նկարանեն, սելֆիներ անեն, հաղորդումներ այնտեղից վարեն,
լրատվամիջոցների ներկայացուցիչներին իշխանական եւ իշխանամերձ շրջանակները թող հրավիրեն եւս իրենց հետ մնան, ռեպորտաժներ կանեն 24 ժամվա ռեժիմով, դուք տեսնեն քանի հոգի ինչքան ժամանակ այդտեղ կմնա։ Իսկ պարոն Նահապետյան, հավանականությունը, որ Ադրբեջանը կդիմի լոկալ բնույթի սադրանքի, ինչպիսին է, որովհետև դրան պիտի նաև աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային, այսպես ասած, ֆոնը նպաստի, չէ, այսինքն պիտի նա ունենա այդ, այսպես ասենք, հա, թողտվությունը տարածաշրջանով հետաքրքրված խաղացողների, որպիսի դիմի նման սադրանքի, որքան էլ ինքը հիմա փորձում է այդ հողը իր կարծիքով նախապատրաստել, ինչպիսին է այդ ֆոնը, ինչպիսին է ռեալ հնարավորությունը, սրան իհարկե գումարենք նաև չդադարող զորավարժությունները Ադրբեջանի, հատկապես Նախիջևանի ուղղությամբ ու նաև էլի վերջերս Տավուշի հատվածում իրականացված ավիացիոն թռիչքների մասին էր խոսք գնում։ Այն, որ Ադրբեջանի Թուրքիայի զինված ուժերը համատեղ յուրաքանչյուր տարի 44 օրից հետո 10-ից ավել մեծ զորավարժություններ անցկացնում է, չեմ ասում Ադրբեջանը իր ներքին ռեսուրսի հաշվին զինված ուժերի իր զորավարժությունների թվականակը ահռելի մեծ է եւ ուշադրություն դարձեք, որ այս վերջին զորավարժությունները ու մասնավորապես վերջինը Նախիջևանում հատուկ նշանակության ստորաբաժանումների եւ զրահատեխնիկա հիմնականում տանկերի մասնակցությամբ են։ Եթե այսպես փորձենք հասկանալ ինչ նպատակ ունի, դա նշանակում է, որ Նախիջևանի կողմից ճեղքում մեր պաշտպանական բնագծերը երասխիղությամբ եւ հատուկ նշանակության ստորաբաժանումները պետք է չզուգացնեն մեր պաշտպանական բնագծերին բոլոր այն դիմադրության օջախները, որոնք կարող են խոչընդոտել տանկերի առաջխաղացումը դեպի Երևան։ Այսպես։ Նույնիսկ հիմա դուք ասում եք մի բան, որը մեզ լսողներին կարող է հեքիաթի ժանրից թվալ, Երևան, տանկեր, այդ ինչպես կլինի, եթե այս իշխանությունը խաղաղություն է կառուցում, փաստաթուղթ է համաձայնեցրել։ 2 ժամ։ Եթե հատուկ նշանակության ստորաբաժանումները իմ ասածը թող մարդկանց մոտ խոճապ չառաջացնի, բայց մենք վտանգները պարտավոր են գնահատել, մարդիկ իմանան իսկապես եւ կարծում եմ եթե վտանգները համարժեք գնահատվի, ապա իրենց կեցվածքը քաղաքացիական դաշտում այս իշխանությունների նկատմամբ եւս համարժեք կլինի, որտեղ վտանգի աղբյուր որպես հետևանք Ադրբեջանի զինուժն է, իսկ որպես պատճառ Հայաստանի օրվա իշխանությունները։ Ես դրա համար եմ բարձրաձայնում եւ որից է խոճապի խնդիր չկա, բայց մենք հասկանանք, որ Ադրբեջանը նման խնդիր դել։ Դուք ճիշտ նկատեցիք, որ մեզ մոտ ցանկացած ռազմական գործողություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև լոկալ բարձունքների մասին չի խոսքը։ Խոսքը ճեղքում ապավել, կոնկրետ բնագծեր գրավել, մարզեր գրավել, ինչու՞ չէ նաեւ Երևանը, հա։ Սա կապված է աշխարհակական այն իրողությունների հետ, որ այսօր կատարվում է հիմնականում երկու բևեռների միջև հավաքական արևմուտքը, որ այլևս հիմա ներկայացնում է միայն Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանի Դաշնությունը։ Ես մեր լսողների ուշադրությունը հրավիրում շատ կարևոր հանգամանքի վրա։ 2022-ի փետրվարի 24-ին, երբ սկսվեց հատուկ ռազմական գործողությունը, առ մայիսի 11-ը, այսինքն 4 օր առաջ Ռուսաստան Դաշնության նախագահ եւ բարձրաստիճան պաշտոնատար անձինք լինեն դա արտաքին գերատեսչության, թե ռազմական, թե անվտանգային գերատեսչության ղեկավարները, երբևիցե իրենց խոսույթում Ուկրաինայի դեպքերի վերաբերյալ երբեք պատերազմ չեն ասել։ Առաջին անգամ մայիսի 11-ին գիշերը ժամը 1:30-ին եւ Ռուսաստան նախագահը մտավ եթեր, որտեվ գիշեր 12-ին լրանում էր երրորդյա հրադադարի ռեժիմը, իր խոսույթում մի շատ կարևոր միտք արտահայտեց, ձևակերպելով Ուկրաինայում տեղի ունեցող մարտական գործողությունները որպես պատերազմ։ Այսինքն փոխվեց որակը ընկալումների մակարդակը, սա ինչ է նշանակում։ Ուրեմն հատուկ ռազմական գործողությունը ինքը սահմանափակումների տիրույթ է։ Այսինքն անձնակազմի, զինտեխնիկայի որոշ նմուշների եւ հակառակորդի որոշ օբյեկտներին չխոցելու պայման է։ Պատերազմը իր մեջ մեկ խնդիր է ներառնում հաղթել հակառակորդին ամեն գնով։ Սա նշանակում է, որ ռուսական կողմը իրեն իրավունք է վերապահում Ուկրաինայի տարածքում օգտագործել Ուկրաինայի եւ հավաքական արևմուտքի տարբեր երկրներից Ուկրաինայում գտնվող զինուժի բոլոր տեսակների նկատմամբ թիրախային հարվածներ, օգտագործել հեռար հրթիռները, բալիստիկ
օրինակ Դնեպրի վրա բոլոր կամուրջները ոչնչացնելու, Ուկրաինա մտնող բոլոր ենթակառույցները, քրիտիկական ենթակառույցները ոչնչացնելու բոլոր անխտիր եւ ռուսական հրթիռային պոտենցիալը դա թույլ է տալիս։ Սա նշանակում է, որ սրման փուլ է լինելու այդ։ Այո, եւ ներառյալ այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա, հատուկ ռազմական գործողությունում զորակոչված անձնակազմ չի մասնակցում։ Դրանք պայմանագրայիններ են եւ կամավորականներ են։ Երբ պատերազմ է լինում, ապա 18 տարեկան եւ բարձր զորակոչ է լինում։ Այսինքն երբ Ռուսաստանի Դաշնության նախագահը պատերազմ է ասում, պետք է հասկանալ, թե ինչու հիմա նման բան ասվեց։ Ինչու։ Սա պատասխան էր ԱՄՆ-ի կողմից իբր խաղաղասիրական քաղաքականության իրականացման ճանապարհին երկու կարևոր քայլին։ Առաջին ապրիլի 29-ից 30-ը առաջին անգամ Միացյալ Նահանգները Էստոնիայում տեղադրեցին հեռար հրթիռային համակարգերի արձակման կայաններ։ Սա երբևիցե չէր եղել։ Ընդ որում հեռար հրթիռային այդ համակարգերը մոտ 300 կիլոմետր են խփում։ Եթե հաշվենք օրինակ Էստոնիայից մինչև Լենինգրադ տարածությունը 150 կիլոմետր է։ Այսինքն սա ուղղակիորեն թիրախավորում է Լենինգրադին, կոնկրետ Սանտ Պետերբուրգին, այսպես ասենք։ Եվ երկրորդ, շատ կարևոր հանգամանք, եթե հակառակորդը խնդիր է դրել, որ ինքը պետք է Ռուսաստանի համար ռազմական գործողությունների ճակատը մեծացնի, ապա մեծացման համար մի ուղղություն այն է, ինչի մասին ես ասի, եւ երկրորդը մեր տարածքը։ Հարավային Կովկասը, այո, շատ ճիշտ է։ Այսինքն ԱՄՆ-ը հիմա ունի այդ խնդիրը, որովհետեւ Թրամփի ընտրվելուց հետո վերլուծաբանները կարծիք են հայտնում, որ այդ օրակարգը այլևս առաջնային չէ ամերիկյան վարչակազմի համար, դա Բայդենի ծրագիրն էր, հիմա արևմուտքը արդեն իր խնդիրներն ունի, հավաքական չի, այսպես ընդունված ընկալման առումով Միացյալ Նահանգները իր շահերն է սպասարկում, Եվրոպան փաստի առաջ է կանգնած, իր խնդիրները պիտի լուծի առանց նահանգների, այսինքն Հարավային Կովկասում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելը ակտուալ է նահանգների համար, որը նաև ներողություն այդ ռուս-ուկրաինական բանակցություններում էական դերակատար է։ Միացյալ Նահանգները սկզբունքորեն կողմ է խաղաղությանը, բայց իր պայմաններով եւ իր սցենարով, որին համաձայն չի Ռուսաստանը։ Իդեպ Ռուսաստանի նախագահը նույն այդ գիշերային ասուլիսի ժամանակ ասաց, պետք է պատճառները վերացնել։ Եթե պատերազմ կանգնում է, ապա պետք է վերացնել բոլոր այն պատճառները, որը ծնեց այդ պատերազմը։ Եվ եթե Միացյալ Նահանգները զինում է Էստոնիային կամ Էստոնիայում վերում է ավելի շուտ տեղակայում է հեռար հրթիռներ, Հայմերսները, որ ուղղակիորեն Ռուսաստանի երկրորդ կառավարման կենտրոնին դյուրին կերպով կարող է խոցել, խոսքը Սանտ Պետերբուրգի մասին է, եւ եթե այդ իրողությանը գումարենք մի եւս կարևոր փաստ, որ մեր հարևան Ադրբեջանի նախագահը վաղօրոք խոստացել էր հրապարակավ, որ մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում հայնական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին։ Բայց չմեկնեց։ Սա ինչ է նշանակում։ Հաշվի առնելով, որ Ալիևը փորձառու եւ դիվանագետ է, եւ քաղաքական գործիչ, եւ լավ կառավարիչ, այո, ապա Ռուսաստանին խոստանալ եւ մերժել հասկանում է, որ սա ինքնին ինչ որ կարևոր արժեք է իր համար։ Այսինքն իր դիրքն է ցույց տալիս, իր ուժն է ցույց տալիս, թե ունի հրահանգ։ Այսինքն սա նշանակում է, որ սկզբունքորեն Ադրբեջանը պատրաստ է մաս դառնալ այս տարածաշրջանը պայթեցնելու եւ երկրորդ ճակատ բացելու։ Դա նշանակում է թիրախում լինելու է Հայաստանը։ Այո, բայց սա ընդհանուր սցենարի ընդհանրապես մի մասն է։ Կա երկրորդ մաս եւ այդ երկրորդ մասում այս սցենարը բացելուց իրականացնելուց խոչընդոտներ կան, այդ խոչընդոտները պետք է վերացնեն։ Խոչընդոտը Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունն է, 102 բազան եւ Հայաստանի, Իրանի եւ Հայաստանի Թուրքիայի սահմանում կանգնած Ռուսաստանի Դաշնության անվտանգային դաշնային ծառայության սահմանապահ զորքերի ուղեկալները։ Սա պետք է դուրս տրվի։ Որպեսզի դա դուրս տրվի,
քարոզչական բավարար հող պետք է նախապատրաստվի, որ Ռուսաստանը ոչ միայն մեզ բարեկամ չի, այլև թշնամի է։ Մենք Ռուսաստանի հետ ունենք բազում երևացող ու չերևացող թելերով կապեր, որը հարյուրամյակներ է, ձգվում, բայց ամենաամուր կապը, որը երբևիցե վերջին 100 տարում եղել է, դա մեծ հայրենականում տարած հաղթանակն է։ Եվ ահա պետք է թիրախավորվի այդ հաղթանակը։ Այն ինչ որ մենք տեսնում ենք, դա ուղղակի դրա լավագույն դրսևորումներն են։ Եվ այսպես մայիսի 9-ը ինքը պետական տոն է։ Հայաստանի Հանրապետությունում այդ պետական ցանկացած տոնի հետ կապված խորհրդանիշները դրոշների կամ պաստառների տեսքով պետք է լինեն։ Սա ընդունված կարգ է, այո։ Մենք որևիցե խորհրդանիշ հայնական պատերազմում մեր հայնակիցների, մեր պապերի թափած արյան գնով ձեռք բերված հաղթանակի որևիցե խորհրդանիշ չենք տեսել։ Սա առաջին։ Իդեպ Փաշինյանն էլ Գեորգիևյան ժապավեն չէր կրում։ Հիմա կհասնենք Մոսկվա։ Ես դեռ Երևանի մասն եմ խոսում։ Երկրորդ, հաղթանակը տոնվում էր մի վայրում, հաղթանակ զբոսայգում, անմար կրակի մոտ, որտեղ պետական մակարդակով նվագախումբ պետք է լիներ։ Հայաստան նվագախումբ չէր ներկայացրել։ Այդ նվագախումբը, որը կար, դա Հայաստանի իշխանությունների ներկայացած նվագախումբը չէր։ Երրորդ, Փաշինյանը մեկնեց Մոսկվա, ոչ որպես հանդիսատես, այլ որպես մասնակից։ Բոլոր այն երկրները, որոնց ղեկավարները գտնվել էին, դրանց ճնշող մեծամասնության զինված ուժերի ստորաբաժանումները հաղթանակի երթ են արել Մոսկվայում։ Հայաստանը չուներ այդ ստորաբաժանումը, որը որ քայլ էր, սա եւս քայլ է։ Հիմա ձեր ասած Գեորգիևյան ժապավենը չկար, մյուսներից տարբերվելու համար, այսպես ինքնիշխան խաղալու համար դրել էր հայտնի մեր հարևան պետությունում շատ ընդունված մի առևտրականի ինքնիշխան գլխարկ։ Եվ այդ ինքնիշխան գլխարկով ինքը փորձում էր տարանջատվել, տարբերվել մյուսներից, հա։ Սա ինչ վերաբերում է մայիսի 9-ի իշխանությունների դրսևորումը տոնակատարությունների հետ Երևանում եւ Մոսկվայում։ Եվ ամենակարևորը մայիսի 9-ին Հայաստանում սկսեց քարոզարշավ կոնկրետ հայնական մեծ պատերազմի հաղթանակի արժեզրկման խորհրդային միության ղեկավարների եւ հետո Ռուսաստանի Դաշնության ղեկավարների նկատմամբ ուղղակիորեն քարոզչական արշավ, որի առաջին, այսպես ասենք, ցիցերնակը տրվեց պետական հեռուստատեսությամբ, այսինքն ընդ որում այդ տեսագրությունը, երբ Պետրոս Ղազարյանի հյուրը գնդապետի համազգեստով պաշտոն զբաղեցնող շատ կարևոր մեր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հրամանատար շտաբային ինստիտուտի տնօրենն էր, գնդապետի ուսադիրներով նստած Արծուն Հովհաննիսյանը ոչ անհայտ 44-օրյա շատ հայտնի, հա, երբ իբր միֆեր էին կոտրում հայնական պատերազմի հետ կապված ակնհայտ գեղձիկներ, կիսատ պրատ տեղեկատվություն, առայն որ իրականում այդ հաղթանակը եղել է 3 պետության դեմ, նշելով ֆաշիստական Իտալիա, նացիստական Գերմանիա եւ միլիտարիստական Ճապոնիա։ Եվ դա արել է այսպես քաղաքակիրթ մարդկությունը։ Եվ ոչ խորհրդային միություն։ Ահա, հիմա իրականությունը լրիվ այլ է, ես սա շատ կարևոր է, որտեվ խորհրդային միության դեմ սա հավաքական արևմուտքի 3-րդ խաչակրած արշավանքն էր։ Խաչակրած վատ իմաստով։ Եթե ժամանակին բրիտանական զորքերը մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի գերեզմանը փրկելու կամ քրիստոնյաներով պահպանելու համար Երուսաղեմում խաչակրած արշավանքներ էին կազմակերպում, բայց որի բուն իմաստը ուղղակի թալաններ, հա, ապա այդ խաչակրած արշավանքները Ռուսաստանի դեմ դեռևս սկսվել է 1612 թվականին, երբ լեհերը գրավեցին Մոսկվան եւ կեղծ թագավոր դրեցին Դիմիտրիանով, կեղծ կառավարություն 7 բոյարներով, բայց որը տապալվեց Մինինի եւ Պոժարսկու միջոցով կազմակերպված ընդհանուր դիմադրությունով։ Դա 1612 թիվ։ Ուղի 200 տարի հետո այդ նույն հավաքական արևմուտքը այս անգամ Ֆրանսիայի առաջնորդությամբ արշավեց Ռուսաստանի վրա։ Եվ եւս իրենք պատերազմը սկսեցին, բայց պատերազմը ավարտեցին ռուսները Փարիզում 1812-ին, այո։ Հիմա 1939-45 թիվ նույն արշավը, այնպես որ Գերմանիան
բացի մայրցամաքային Եվրոպայի երկու պետություններից բոլոր պետությունները մասնակցել են Խորհրդային Միության դեմ պատերազմին միլիոնավոր մարդկանցով։ Իմ ձեռքի տակ թվեր կա, եթե դրա անհրաժեշտություն լինի, ես կարող եմ շատ արագ թվարկել, որ պետությունը ինչ թվականակով զորք է ներկայացրել, եւ որ ներկայացնում էր, որ Լեհաստանը զոհ է 39 թվականին մի կողմից Գերմանիան, մյուս կողմից Խորհրդային Միությունը, գրավեցին։ Այդ նույն Լեհաստանից Արծուն Հովհաննիսյանը երևի չգիտի կամ կանխամտածված չի ասում, կես միլիոն լեհ է կռվել Խորհրդային Միության դեմ։ Այդ նույն նվաճված Լեհաստանից լեհեր։ Պարոն Նահապետյան, նաև կար անուղղակիորեն Թուրքիայի արդարացման, Թուրքիայի այսպես երեսը լվանալու մի գիծ, որը հետևողականորեն տարվում էր։ Բուն նպատակը ոչ այդքան Թուրքիայի երեսը լվալն էր, որքան ցույց տալ, որ այդ Գերմանիան իրականում խնդիր է դրել ծովից ծով Հայաստան ստեղծելու իբրև, հա։ Այդ Գերտրուդա օպերացիայի մասին ինքը ասեց, թերի ասեց եւ ոչ նպատակային։ Գերտրուդա օպերացիան ոչ թե մշակվել է Վերմախտի, այսինքն Գերմանիայի զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից, այլ գլխավոր շտաբի մի կառույցի, Abwehr-ի ռազմական հետախուզության կողմից։ Բուն նպատակը 39 թվականն է դա մշակվել։ Բուն նպատակը եւ արտահոսքը իրենք գերմանացիներն են իբր գաղտնի արել Թուրքիայի ղեկավարությանը ստիպել, որպեսզի իրենք լինեն մասնակիցը եւ դաշնակիցը Գերմանիային Խորհրդային Միության հարավի ուղղությամբ ռազմական գործողություններ սկսելու։ Բուն նպատակը դա եղել։ Այսինքն ավելի շատ դիվանագիտական գործիք է։ Ավելի շատ ճնշման գործիք է եղել եւ Թուրքիայի բարձրաստիճան եւ զինվորական եւ քաղաքական եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին 41 թվականի հուլիս ամսից բերել են օկուպացված տարածքներ գերմանացիներ, ցույց տալու իրենց զենքի ուժը, իրենց գրաված տարածքները, 100,000-ներով ասենք գերեվարված խորհրդային բանակի զինվորներին, հորդորելով հուշելով, որ անհրաժեշտ է, որ այդ կռիվը սկսի։ Ուրեմն այդ եթերում շատ մեկ տողով ասվեց, որ Թուրքիան շատ թույլ, տնտեսապես թույլ պետություն է, դրա համար ինքը չէր կարող ծառայել։ Գերմանական ստրատեգները ռազմական պլանավորել էին, որ եթե Թուրքիան մասնակցում է, իսկ իրենք ամեն ինչ անում էին, որ Թուրքիան մասնակցեր, Թուրքիան պետք է հաներ Խորհրդային Միության դեմ հարավի ուղղությամբ 1 միլիոնանոց բանակ։ 28 դիվիզիա սպառազեն, մարտունակ եւ մոտիվացված 41-ից մինչեւ 44 թվականը կանգնել են Հայաստանի խորհրդային Վրաստանի սահմանը, Արաքսի այն ափի։ Հաստատ մեծ Հայաստան ստեղծելու համար չէր։ Վստահաբար, ավելին 43 թվականին նախավերջին անգամ, երբ մեծ պատվիրակություն է գալիս օկուպացված տարածքներ, ուրեմն տանում են Ղրիմ գերմանացիները, բարձրաստիճան զինվորական թուրքական պաշտոնատար անձանց ցույց են տալիս, թե գերմանացիները ինչպիսի լավ վերաբերմունք ունեն Ղրիմի թաթարների հանդեպ, համայնքի հետ հանդիպում, տանում են հայտնի իրենց մսկիթները Ղրիմում գտնվող Բախչիսարայի խանի պալատը եւ այդպես շարունակ։ Բուն նպատակը մեկ բան էր՝ թուրքերին համոզել, հորդորել, անգամ Ստալինգրադի ճակատամարտից հետո, որը ավարտվել է 43-ի փետրվարի 8-ին, անգամ դրանից հետո հորդորում էին, որպեսզի Թուրքիան ճակատ բացի։ Իսկ ինչու Թուրքիան չմտավ։ Ինքը հրաշալի հասկանում էր, որ եթե մինչև Ստալինգրադի գերմանացիների կողմից հավանական գրավումը, եթե ինքը ճակատ բացել, այսինքն ինքը հարձակվեր, ինքը երկու կողմից հարված էր ստանում, մեկ Խորհրդային Միության կողմից, այս կողմից, մյուսը Իրանից։ Այդ ժամանակ Իրանում հիմնականում տեր ու տնօրինություն էին անում բրիտանացիները։ Իսկ Բրիտանիան այդ ժամանակ Խորհրդային Միության դաշնակիցներ։ Իդեպ տարբերությունը ընդհանրապես մեկ բանում է 2022-ի հատուկ ռազմական գործողության կամ վերջերս Ռուսաստան նախագահի գնահատման պատերազմի եւ 1941-45 թվականի ժամանակ Խորհրդային Միության դեմ պատերազմում էր մայրցամաքային Եվրոպան եւ Միացյալ Նահանգներ, Ամերիկա առանցքը Խորհրդային Միության կողմից էր իրենց շահերից ելնելով, որտեղ Հիտլեր կոչված հրեշին կամ հրեշիկին աճեցրել են իրենք Բրիտանիան եւ Միացյալ Նահանգներ իրենց բանկային համակարգով, իրենց մասնագետներով, ռազմաարդյունաբերական համալիրով, հա, եւ երբ որ այդ հրեշիկը դարձավ մեծ հրեշ, որը հայտ ներկայացեց ամբողջ աշխարհին տելու, որտեղ Խորհրդային Միության հաղթելուց հետո Բրիտանիայի հարցը լուծվում էր այս կամ այն ձևով, թիրախը մնում էր Միացյալ Նահանգները։
Եվ Միացյալ Նահանգներն ու Բրիտանիան գնահատելով, որ իսկապես եթե Խորհրդային Միությանը հաղթեն, հաջորդ զոհասեղան իրենք են դրվելու, դա համար իրենք վստահաբար իրենց շահերից ելնելով իրենք օգնեցին։ Հիմա այն քարոզչությունը, որը արվեց պետական հեռուստաալիքի եթերում, դուք ձեր խոսքի սկզբում կապեցիք Հայաստանից ռուսական ռազմաբազան դուրս հանելու հեռահար նպատակի հետ։ Այսինքն այստեղ խնդիր է լուծվում դեռ խորհրդային միության ժամանակներից թշնամու կերպար ստեղծել, որ այդ պետությունը մեր դեմ էր, հիմա Ռուսաստանն է նրա իրավահաջորդը, հիմա Ռուսաստանն է մեր դեմ, ես ճիշտ եմ հասկանում, կապը այսպես է գալիս։ Ճիշտ է, ձեր գնահատականը ճիշտ է, այնպես ինչպես 1991 թվականից, երբ Ուկրաինան այսպես կոչված անկախացավ, Ուկրաինայում աստիճանաբար հավաքական արևմուտքի հատուկ ծառայությունների, քարոզչական ամբողջ գործիքակազմի, ֆինանսական ներարկումների միջոցով ստեղծում էր հակառուսաստան եւ հավասիկ ստեղծեց իրավիճակը ինչ եղավ։ Այսինքն իրավիճակը պատերազմ։ Հետխորհրդային տարածքի բոլոր հանրապետությունները հավաքական արևմուտքին պետք են միայն մեկ բանի համար՝ ինչքանով կարող են վնասել Ռուսաստանին։ Քարոզչական, տնտեսական, կոմունիկացիոն, եթե անհրաժեշտություն լինի, նաեւ ռազմական առումով։ Հավասիկ Ուկրաինան դրա լավագույն ցուցիչն է։ Այդպիսի մի փորձ արվեց 2008 թվականի օգոստոսի 8-ին, այո, Վրաստանում։ Հիմա Հայաստանը կոնկրետ պատրաստում է հակառուսաստան 2 պրոյեկտով, այնպես ինչպես Ուկրաինան։ Եվ որպեսզի Ռուսաստանից մեզ կտրեն, ամենաամուր կապող եւ պատմական հիշողությունը եւ մեր երկրի քաղաքացիների կարծում եմ բացարձակ ճնշող մեծամասնության ունեն հիշողություն, որ իրենց նախնի կռվել են եւ մենք հարգում ենք, հարգանքի տուրք ենք մատուցում, դա շատ կարեւոր է։ Այդ ամենաամուր երևացող ու չերևացող թելն է, հա, որը որ մեզ կապում է։ Կտրել արժեքներից։ Այո, կտրել եւ Ռուսաստանին դիտել որպես թշնամի, Թուրքիան որպես բարեկամ, այն ժամանակ Գերմանիան, իսկ հիմա Ֆրանսիան, Բրիտանիան, Միացյալ Նահանգները մեզ որպես բարեկամ, որոնց ղեկավարների 24 ժամվա մտածմունքը եւ գործունեությունը միտված է մեկ բանի՝ ծովից ծով Հայաստան ստեղծել, բանցիկը կապել, բերել մեզ տալ, ասել հայր գնացեք ապրեք։ Իհարկե հասկանալի է, որ այստեղ այնինչ իրենք անում են տեսանելի է եւ դա նույնիսկ այնքան տրիվիալ են անում, շատ այսպես ասենք խորագետ կերպով չեն անում, շատ բաց են անում։ Ու դա երևի թե կապված է եւ իրենց մասնագիտական ունակություններից եւ թե կամ միգուցե ժամանակն է շատ սուղ, շատ արագ պետք է անեն։ Այդ թվում նաեւ օրինակ երբ Սուրեն Պապիկյանը Գերմանիայում հանդիպում է Գերմանիայի հետո Բրիտանիայի պաշտպանության նախարարների հետ։ Եվ պայմանավորվածություն է ձեռք բերվում Բրիտանիայի հետ ռազմական կցորդներ նշանակել, իդեպ ձևակերպումը ռազմավարական, այդ բառն է շեշտվում, Հայաստան-Բրիտանիա փաստորեն ռազմավարական համագործակցություն։ Գիտեք, հիմա աշխարհում ինչ նոր իրավիճակ է ստեղծել։ Միացյալ Նահանգները իրենց տնտեսական, քաղաքական, ռազմական եւ հատուկ ծառայությունները տան գնահատելով, որ այն գործիքակազմը, որով Ռուսաստանին պետք է հաղթեին, չկարողացան։ Այդ փափուկ ուժը։ Այո, այդ գործիքակազմը դրվել է մի կողմ։ Հիմա գալիս է ձեռքերը ոլորելու քաղաքականությունը։ Այդ քաղաքականության երևացող դեմքը դա հանրապետական կուսակցությունը եւ իր կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամփը, որը ընտրվեց ԱՄՆ նախագահ։ Այսինքն նա ամեն ինչ անում է ուժի պարտադրանքով։ Եվ այդ ուժի պարտադրանքի դրսևորում է նաեւ իր ենթակա կարելի ասել վասալային 3 պետություններին իրենց տեղը նստեցնելը սկզբից Գերմանիա, Ֆրանսիա, Բրիտանիա եւ հետո համապատասխան հանձնարարականները տալը։ Այդ 3 պետությունները փորձեցին որոշակի ինքնություն հանդես բերել Ուկրաինայում սեփական խաղալ։ Տրամփը տարիֆային քաղաքականությամբ ուղղակի բոլորին տեղը նստացրեց։ Ահավասիկ հիմա օրինակ փոխվում է բականի լուրջ աղբյուրներից Բրիտանիայի ուկրաինական եւ արցախյան պրոյեկտի հիմնական ճարտարապետը արտաքին մի 6 ռազմական հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրը։ Այսինքն Բրիտանիան հիմա իրականացնում է կադրային քաղաքականություն, ըստ որի իրենք լծորտվելու են Միացյալ Նահանգների քաղաքականություն եւ ոչ թե ինքնուրույն քայլեր են անելու։ Եվ այդ տրամաբանությամբ այո Միացյալ Նահանգները այո կողմ է խաղաղության, բայց իր պայմաններով, իր սցենարով եւ իր պարտադրանքով, որին չի համաձայնում Ռուսաստանի ղեկավարությունը։ Հասկանալի է, որ կողմերը յուրաքանչյուրը իրենց շահերն ունեն եւ վերադառնանք Պապիկյանի այցին Գերմանիա եւ այդ կարճ հայտարարությանը ռազմական կցորդների վերաբերյալ։ Դրանից ինչ պիտի հասկանանք։ Բրիտանացիները ասում են, որ պաշտպանության նախարարությունում ֆրանսիացիների պատասխանատու անձանց հետ
մի սենյակ էլ մեզ եք տալիս, այնպես որ ձեր նախարարությունը նաև մենք ենք կառավարելու։ Մոտապես այսպես։ Այսինքն արտաքին կառավարման, հա, ճիշտ է։ Դե հիմա Պապիկյան Սուրենից որպես լրատվամիջոց հարցում արի, քանի ֆրանսիացի սպա կա Պաշտպանության նախարարությունում, որ վարչություններ եւ ինչ գործառույթներ են իրականացնում։ Ինչով են զբաղվում։ Դա Պապիկյան Սուրենը կարող է ասել։ Հիմա բրիտանացիները ասում են, որ իրենց հետ մենք էլ պետք է լինենք այդքան բան։ Իսկ այդ աշխատանքները համակարգող անձ է պետք է դա դեսպանությունում ռազմական հարցերով կցորդն է, այո։ Այս տեղեկությունը հիմք է տալիս պնդելու, որ առաջիկայում ինչ հնարավոր սցենարներ կարող են լինել։ Ասենք այսպես, Տրամպը Էստոնիայում հայտնի հայմերցների արձակման կայանները տեղադրելուց հետո, ու Տրամպը ասելով Միացյալ Նահանգները, Ռուսաստանին վերջնագիր է ներկայացնում, որ իր պայմաններով է լինել խաղաղությունը Ուկրաինայում, այնպես ինչպես ԱՄՆ-ն է տեսնում իր շահերից ելնելով։ Այդ վերջնագիրը Ռուսաստանը ի գիտություն ընդունեց եւ մայիսի 11-ին վերջնագիր ներկայացրեց Միացյալ Նահանգներին եւ իր նախագահին եւ ժամն էլ անգամ պատական չէր, ընտրված էր այնպիսի ժամ, որ Տրամպը ոչ թե քնած լիներ, այլ ուշով նստեր եւ լսեր Ռուսաստանի նախագահի խոսքը։ Վերջնագրին պատասխանվեց վերջնագրով։ Այն է մայիսի 15-ին, եթե Ուկրաինան չի համաձայնում մեր պայմաններին, ապա Ռուսաստանը այլևս 22 թվականի փետրվարի 24-ից առ այս պահը, երբ այդ Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական մարտական գործողությունը դիտում էր որպես հատուկ ռազմական օպերացիա, ապա դա փոխարինում է պատերազմով։ Իսկ պատերազմը իր մեջ մեկ նպատակ է հետապնդում՝ հաղթել հակառակորդին ամեն գնով։ Այդ ժամանակ Ռուսաստանը իր ամբողջ ներուժը, որը նաև սահմանում մոտ 10-15% է, իդեպ ռուսական ամբողջ զին անձնակազմ մարդկային թիկունքում են, նրանք պարբերաբար ռոտացիոն սկզբունքով գնում են գործողությունների մասնակցում են 1-2 ամիս, հետո վերադառնում են, այո։ Արեշնիկները, հիպերձայնային արագությամբ հրթիռները, կինժալները, ընդ որում հիպերձայնային արագությամբ հրթիռների հետ կապված Ամերիկան, Միացյալ Նահանգները եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ չունեն համապատասխան խոցող զենք։ Ավելին ասեմ, Միացյալ Նահանգները այդ վերջնագրի կարևոր էլեմենտներից մեկը, երբ Ռուսաստանի դաշնությանը Տրամպը ապրիլի 20-ին ուրեմն իր սոցիալական ցանցում բլոգներից մեկում նշեց, որ Միացյալ Նահանգները տիրապետում է մի զենքի, որ երկիր մոլորակը պետությունները, ես իմ բառերով եմ ասում, երբեցի չեն տեսել, այսինքն գերհզոր զենքի, հետո այդ գերհզոր զենքի վերաբերյալ իր խորհրդականը ռազմական եւ գիտական գծով Տրամպի սպիտակ տանը աշխատող մի երկու օր հետո կոնֆերանս հրավիրեց, որտեղ մոտավորապես ասեց հետեւյալը, որ իրենց զենքը մի զինատեսակ է, որը փոխում է ժամանակն ու տարածությունը։ Եվս այդը, այո, մոտապես այդպես, որոնք ֆանտաստիկ վեպերում են գրվել եւ այլն, ժամանակն ու տարածությունը, այսինքն Ռուսաստանի դաշնությանը Միացյալ Նահանգների իր վերջնագրի երկրորդ էլեմենտը սա էր, երբ ասեց մենք նման զենք ունենք։ Ռուսաստանը ընդունեց դա ի գիտություն եւ մայիսի 11-ին 4 օր առաջ պատասխանեց, որ մենք ընդունում ենք ձեր վերջնագիրը, մենք էլ մեր վերջնագիրն ենք տալիս։ Եթե ուլտիմատումների լեզվով ենք խոսում, մենք պատրաստ ենք, թող Ուկրաինան գա եւ վերջնագիրը ստորագրի, մեր պայմանը սա է։ Իսկ եթե ոչ, մենք շարունակելու ենք այդ ժամանակ արդեն Ուկրաինայի եւ Ուկրաինայում գտնվող ցանկացած երկրի զինանձնակազմի դեմ պատերազմի տրամաբանությամբ։ Նահապետյան, այս պայմաններում եթե սրվի ուկրաինական կոնֆլիկտը, եթե ես ձեր վերլուծությունը ճիշտ հասկացա, հնարավոր է Ադրբեջանը ստանա այս տարածաշրջանում գործողություն անելու, այսպես ասած, ինդուլգենցիա։ Ցավոք այո, որտեղ ճակատ պետք է մեծացնեն, եւ Ռուսաստանը անձնակազմի խնդիր ունի եւ դրա համար երբ որ ինքը ասում է Ռուսաստան նախագահ պատերազմ է ասում, նշանակում է որ նաեւ ժամկետային զինծառայողներին, հա, պետք է զորակոչի, բայց դե իրեն միանգամից սահման չեն բերի։ Սահման կբերեն այն ստորաբաժանում են, որոնք առավել փորձառու են եւ պատերազմով կամ ռազմական գործողություններով անցած։ Սա նշանակում է որ ուկրաինական ճակատում որոշակի թուլացում կլինի, եթե ինքը անձնակազմը բերի հյուսիսային Կովկաս, չեմ ասում Հայաստան, հյուսիսային Կովկաս, այն իր սահմաններն է պաշտպանելու։ Այդ ժամանակ մենք պիտի մտածենք, թե ինչ անենք, որ այստեղ փաստացի Ադրբեջանի միջոցով կարող է երկրորդ ճակատ բացվի։ Շնորհակալ եմ վերլուծության համար, իհարկե ակնկալենք, որ ձեր նշած սցենարը կմնա միայն սցենար։ Մեկ օր հանդիպենք, վաղը կլինի հանդիպումը, մասնագիտական խմբերի եւ ըստ այդմ մեզ համար տեսանելի կլինի, թե ինչ զարգացումներ կսպասվեն աշխարհում։
Շնորհակալություն, հարցազրույցին սպասեք վաղը։